Մենք իշքան ենք եղել եղբայրներ քույրեր տկարության մեջ, բայց Սուրբ Հոգին մեզ զորացել է, բարձրացել է։ Մենք իշքան ենք ունեցել անհույս ընկճված վիճակ եղբայրներ քույրեր, Աստված մեզ իր Սուրբ Հոգիով հույս է տալիս, նա հույս է տվել մեզ։ Մենք զորություն չենք ունեցել, բայց Աստված մեզ զորություն է տվել ապրելու եւ շարունակելու։ Եղբայրներ քույրեր, ոչ մի տեղից շանս եւ հույս չի եղել, Աստված է եղել միայն այդ ամենը։ Եղել նրան, որ Աստծուն է հուսացել։ Ավետարանի մեջ կա պատվեր, որ դու մի վշտացու Սուրբ Հոգուն։ Ինքը անձ է, ինքը միայն ոչ թե զորություն, այլ ինքը անձ է, օժտված անսահման զորությամբ, որպես աստվածության երրորդ անձը, եղբայրներ քույրեր։ Մեր առաքելական եկեղեցին էլ այդպես ընդունում եւ այդ տեզական ժողովի մեջ էլ այդպես ընդունվել եղբայրներ քույրեր, որ նա աստվածության երրորդ անձն է եւ նա մեր կյանքում եկել է մեզ ապրեցնելու, մեզ իրան միացնելու, իր Սուրբ Հոգիով մեզ իրան միացնելու, ցույց տալու, որ ինչքան մենք հարազատ ենք եւ ինչքան մենք թանկ ենք իր համար։ Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ ապացուցում է, որ մենք Աստծո զավակներ ենք, որ ասում է, թե Սուրբ Հոգին մեր միջից կանչում է Աբբա Հայր եւ շարունակում է Սուրբ Հոգին մեր հոգի հետ վկայություն է տալիս, թե մենք Աստծոյի որդիներ ենք։ Եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգին կյանք է բերել մեր կյանքում, բայց մենք իրան շատ անգամ մերժում ենք։ Եղբայրը շեշտեց, թե մենք իրան վշտացնում ենք, բայց նա եկել է մեզ մեջ մեզի ուրախացնելու համար, մեզի մխիթ արելու համար, եղբայրներ քույրեր, նա եկել է մեզ ուժ տալու, կյանք տալու համար, մենք իրան մարում ենք, եղբայրներ քույրեր, մենք իրան մարում ենք, իր ներկայությունը մեր մեջ, մեր մեղքերով, անհնազանդությունով չլսելով Աստծուն, բայց նա մեզ զորացնում է, եղբայրներ քույրեր, կյանքի ուժ եւ զորություն է տալիս,